Հարգելի ընկերներ, մեր վերջի վիդեոն այս ռեժիմի կոռուպցիայի մասին բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց, շատ մարդիկ դա նայեցին, ինչպես ես հիշեցրեցի իմ ընկերներին, իմ հայրենակիցներին, մենք կարծում էինք, որ այս խումբը հասարակ տղաներից եւ աղջիկներից բաղկացած հասարակ մարդիկ էին, որոնք ժողովրդի մասին էին մտածում, ժողովրդի դարդերով էին ապրում, ուզում էին թալանը վերացնել, ուզում էին այնպես անել, որ հասարակ մարդիկ լավ ապրեն, 3 միլիոն վարչապետ ունենանք եւ այլն։ Մենք այս առաջի վիդեոյում պատմեցինք, թե ինչպես միլիոնավոր դոլարներ թալանվեցին, ինչպես նույն բանը արվեց այս ռեժիմի կողմից, ինչու մեղադրում էին նախկին ռեժիմները, որ միջոցները բաժանվում էին ընտանիքի անդամների եւ ընկերների միջև, տենդերներ էին բաժանվում, մի մարդու այս խմբի ղեկավարի ընտանիքի անդամը միանգամից 4 ընկերության տնօրեն դառավ, 3.8 միլիոն դոլար 8 օրում բյուջեից հանվեց ուղարկվեց Միացյալ Նահանգների եւ այլն, այսինքն այդ բոլոր կոռուպցիան տեսակ որ հետ եկավ։ Հիմա մենք ունենք նոր երևույթ, որը նոր թալանի ձև, որը կոչվում է պարգևավճար։ Ուրեմն այն ժամանակ, երբ մեր թոշակառուները ստանում են մոտարապես 45,000 թե 50,000 դրամ եւ հազիվ կարողանում են էլեկտրոէներգիայի, ջրի, գազի եւ հացի փողը տալ, ել չեմ խոսում դեղորայքի մասին։ Այս ժամանակ մեր, այսպես ասած, կառավարությունը համարում է, որ պատգամավորները պետք է ստանան 3 միլիոն դրամ, ես այս թվերը լսում եմ գործընկերներից, 168-ից եւ ուրիշ աղբյուրներից, 3 միլիոն դրամ պատգամավորներին, 7-ից 8 միլիոն դրամ նախարարներին, այսպես ասած, եւ ամենամեծ, այս խայտառակության ամենամեծ պատասխանատու անձին, ինքը, այսինքն Ղարաբաղը հանձնելու, մեր տղաներին սպանելու, Հայաստանը տապալելու, հիմա էլ Զանգեզուրը մեղրին հանձնելու համար ինքը իրան պարգևավճար է տալիս 12 միլիոն դրամ եւ ընդհանուր գումարը այս բոլոր պարգևավճարների 3.5 միլիարդ դրամ է։ Այսինքն այս մարդիկ մեզ հետ խոսում են նախկինների թալանի մասին։ Տեսեք ինչ են անում մեր ժողովրդի աչքերի առաջ։ Ինչ գումարներ են իրանց բաժանում։ Եթե սա թալան չի, բա թալանը ինչ է։ Եվ իրանց արդարացումը մենք մեզ շատ ենք փող վերցնում, որ մեզ կոռուպցիայի չենթարկեն։ Իմ գիտեք, նրանց մոտ արտասահմանյան ընկերություն է աշխատում, որ իրանց սովորացնում է անընդհատ արդարացումներ մտածել, մեր գլուխը լվանալ։ Այսինքն մենք գողանում ենք, մեզ ենք վերցնում, որ ուրիշները մեզ չփորձեն փող տալ։ Մենք սկզբից ենք գողանում, որ նրանք մեզ փող չտան, կոռուպցիա չլինի։ Մենք ենք կոռուպցիա անում մեր ձեռքով։ Տեսեք թե ինչին մենք հասանք եւ իսկապես երևի այս խմբի ղեկավարը, որը մեզ բերեց այս դժբախտության, այս ստորացման, նվաստացման, հազարավոր մահերի Ղարաբաղի կորուստի, իսկապես արժանի է 12 միլիոն դրամ պարգևավճարը։ Ես առաջարկում եմ մի քիչ բարձրացնել այդ գումարը, դուք տեսաք, որ հարցակվել են բոլորիս վրա, բայց շատ հանգիստ Ադրբեջանը, Թուրքիան ասում են սա միջանցք է, սա ոչ մի թրիպել չի, սա միջանցք է։ Ես առաջարկում եմ մեղրի հանձնման համար մի 12 միլիոն դրամ էլ տանք, թող լրացուցիչ բոնուս ունենա, պարգևավճար ունենա։ Երևի սրանք էին նրանց այս մարդկանց այս խոստումները, այս այն մարդիկ, ովքեր ձևանում էին ազնիվ ժողովրդից եկած, ժողովրդի դարդերով ապրող հասարակ մի խումբ, որը դարավ ամենախայտառակ կոռուպցիոներների խումբը Հայաստանում։